Ստեփանյան, բարև ձեզ, շնորհակալություն, որ եկաք տաղավար այս եթերին։ Մի քանի թեմաներ եք առանձնացրել, այսօրերին մարզային այցեր եք իրականացնում, այցելություններ ինչ եք առանձնացրել, ինչ կարող եք փոխանցել, համեցեք։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Այո, համահայկական ճակատշարժման առաջնորդ Աշակ Կարապետյանի առաջարկով խմբեր են կազմվել, որոնք այցելում են հանրապետության տարբեր մարզեր, եւ մենք որոշեցինք այցելել նախորդ շաբաթ այցելեցինք Գեղարքունիքի մարզ եւ Տավուշի մարզի մի քանի համայնքներում ենք եղել։ Առաջին խնդիրը, որ ուզում եմ, արդեն երրորդ անգամ եմ այս խնդրի մասին բարձրաձայնում վերջին մի քանի օրերին, Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքն էր, որտեղ ես ահազանգով եմ գտնվել, համայնքում արդեն 3 ամիս է, բառիս ամենաուղիղ իմաստով խայտառակություն է տիրում, ես չեմ հիշում որևէ ժամանակաշրջանում նման բարձիթողի վիճակ մեր գյուղերից որևէ մեկում, խնդիրը վերաբերում է Չկալովկա համայնքում խոշոր եղջերավոր անասունների շրջանում տեղ գտած բրուցիլոզ հիվանդությանը։ 3 ամիս գյուղացիները ահազանգել են, դիմել են տարբեր օղակների, քանի որ չկա գյուղատնտեսության նախարարություն, այս իշխանության թեթև ձեռքով գյուղատնտեսության նախարարությունը փակվեց, մարդիկ դիմել են գյուղապետ, վարչական շրջանի ղեկավար, չգիտես, այստեղ որևէ նախարարի օգնականի, որտեղ որ իրենց պատկերացմամբ կարող են օգնություն, աջակցություն ստանալ, դիմել են։ Եվ ինչ է ստացվում, գյուղացին, որը տարիներ շարունակ պահել է իր խոշոր եղջերավոր անասունները, որպեսզի փակի իր վարկերը կամ հետո դրանց մսի կամ կաթի վաճառքից ստանա իր օրվա հացի գումարը, ստացվում է, որ համատարած մորթել են բոլոր անասուններին, որովհետև այդ հիվանդությունը սպառնացել է ոչ միայն անասուններին, այլ նաև արդեն գյուղացիներին։ Որևէ մեկը չկա, որ գնա 3 ամսվա ընթացքում, մեկ պաշտոնյա, ասել եմ, հեծանիվը ամբողջ օրը ձեր տակն, ապադավատների մասին չեմ խոսում, գյուղ այցելեք եւ տեսեք ձեր ստեղծած պատկերը։ Հրահանգվել է գյուղացիներին մորթել բոլոր անասունները, նկարել համարակալած այդ անասունների ականջները եւ ուղարկել ցույց տալու, որ անասունները մորթվել են։ Բայց ցավոք խնդիրը անասուններից էլ անցել է մարդկանց հիվանդությունը, որովհետև նախ ինքը շատ վտանգավոր հիվանդություն է եւ կարող է ինչպես կաթի միջոցով անցնել մարդուն լավ չմշակված, այնպես էլ մսի միջոցով լավ չեպված, ինձ այդպես էին ասում գյուղացիները։ Ինչ է ստացվում, այս մարդիկ մնացել են մենակ իրենց խնդրի հետ։ Քանի հոգի գյուղում, ինձ հիվանդ մարդկանց ընտանիքներ եմ այցելել, պատմել են ինձ, տառապում է բրուցիլոզ հիվանդությամբ։ Լավ, անասունները մորթեցինք, հասկացանք, բայց մարդն էլ հո անասուն չի, որ դուք հիմա մարդու հետ ինչպես եք վարվում, առողջապահության նախարար, դիմում եմ ձեզ, 3 ամսվա ընթացքում ձեր որևէ մեկ ներկայացուցիչ արդյոք այցելել է Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնք, տեսել է ինչ խնդիր կա։ Ոչ, չեք այցելել, որովհետև գյուղում կարանտին է հայտարարված, փակել, չընդունել հյուրեր, դուրս չգալ գյուղից, տապակվել իրենց ցավի մեջ եւ տեսնել մինչեւ երբև հասնելու վերջին մարդուն։ Բուժումը բավականին թանկ է, մարդիկ աջակցություն են սպասում պետությունից։ Լավ, անասունը տվեցիք մորթել, բայց այդ մարդիկ պետք է իրենց բուժման համար ստանան համապատասխան գումար, որպեսզի կարողանան գնան բուժվելու։ Պետություն գոյություն չունի, բառիս ուղիղ իմաստով պետություն գոյություն չունի, չկա որևէ մեկը համապատասխան օղակ, որ գնա այս մարդկանց ասի, եկել եմ տեսնեմ ձեր հետ 3 ամիս է, ինչ է կատարվում։ Մարզպետարան կլինի, քաղաքապետարան կլինի, չգիտես, գոնե առողջապահության վարչություն կլինի, մարդիկ ասում են տարիներով անասնաբուժ գյուղ ոտք չի դնում։ Սա այն պատկերն է, որ ստանում ենք այս իշխանության կառավարման տարիներին։ Էլ չասեմ, որ գյուղերում խայտառակ վիճակ է մնացած բոլոր առումներով։ Այդ ասֆալտը հերիք է մեր աչքը մտցնեք։ Միայն սահմանամերձ Տավուշի մարզում այս տարի պակասել է
420 շրջանավարտ։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խայտարակ աղետ է եւ առանց ամաչելու, առանց վատը զգալու, գնացել են տավուշում կրթելու ու մի հատ էլ ասում են, որ գիտեք, այս գյուղի դպրոցը փակվելու է։ Ասեն, որ մինչև տարեվերջ 100 դպրոց փակվելու է։ Սա աղետ է մեր երկրում, ինչ է նշանակում 21-րդ դարում դպրոցներ փակել։ Գյուղը պահողը այսօր դպրոցն է։ Եթե գյուղում դուք դպրոց եք փակում, դուք այսպես արհեստականորեն դատարկում եք գյուղը։ Ասում եք կփակեն գյուղի այդ դպրոցը, իրեն հարցնում են Տավուշի մարզում, գնացել էին կրթելու տեր եւ տիկիները, գնացել էին կրթելու, տեսնեին, որ գյուղում նաեւ ինչ դպրոց կարելի է փակել, որ այդ մարդիկ մնան իրենց տված կրթության հույսին։ Բարձրաձայնում է, ասում է, այս գյուղը որ փակեք, գյուղը դատարկվելու է, ասում է ոչինչ գյուղը կփակենք, հարևան Դովեղ գյուղի դպրոցը կաշխատի, ձեր աշակերտները կգնան այդ դպրոց, ոչ ճանապարհ կա, ճանապարհի խնդիրը նոր դեռ պիտի քննարկվի, բայց մի քանի ամսից այդ գյուղի դպրոցը փակվելու է, սա որտեղ այսպես ուզում ես մտնես, որտեղ ուզում ես տեսնես լավ, այս մարդիկ ինչ են անում, գյուղում դպրոց եք կառուցում, հիմա որ այսպես ամպագորգոր ասում են, գյուղերի համար դպրոց են կառուցում, մանկապարտեզներ են կառուցում, տեսնում ենք թե մանկապարտեզների որակը, թե գյուղերի դպրոցների, գյուղում դպրոց են կառուցում, որ պետք է ավարտվեր, ասենք 22 թվականին, այդ գյուղերի դպրոցը 40-50 աշակերտի համար է, ոնց որ մեկ առանձնատուն լինի, էլի, այնպես դպրոց, որ հիմա ասում են, մենք չպիտի պատկերացնենք այն դպրոցները, որոնք կային նախկինում, սովետական միության տարիներին, մի քանի 100 աշակերտով, չէ, հիմա գյուղերի վիճակը այնպիսին է, հատկապես սահմանամերձ, որ այդ գյուղերում հազիվ թե 40-50 աշակերտ կգնա կրթություն ստանալու, եւ ցավոք մենք տեսնում ենք, որ գյուղերում դպրոցները միտումնավոր փակում են, հատկապես սահմանամերձ մարզերի գյուղերում միտումնավոր փակում են, որպեսզի սահմանամերձ գյուղերը հերթով դատարկվելով գան։ Ես բերել եմ բազմիցս Լեռնակերտ գյուղի օրինակը, որտեղ դպրոցը քանդեցին, չկառուցեցին այնքան, մինչև 41 ընտանիքից գյուղում մնաց ընդամենը 22 ընտանիք։ Նույնը հիմա Տավուշի մարզի Բերթավան համայնքն է, կփակեք դպրոցը, համայնքը բառիս ուղիղ իմաստով դատարկվելու է, որովհետև եթե չկա դպրոց, այնտեղ լավագույն դեպքում կմնան մի քանի, ասենք 7-8 ծերեր, ոչ ավել, ինչպես դա հիմա Սյունիքի Հանդ գյուղում է, ինչ կա այնտեղ, դպրոց մեկ աշակերտ, դպրոցը դրեցին թշնամու կրակահերթի տակ, գյուղը աստիճանաբար դատարկվեց, առանց այդ էլ այնքան շատ խիտ բնակեցված չէր, դատարկվեց եւ մենք հիմա կանգնած ենք, այս խնդիրները բերում են լուրջ անվտանգային հարցերի։ Թվում է, թե մենք խոսում ենք գյուղի, գյուղատնտեսության, սահմանամերձ գյուղի դպրոցի, կրթության, գրադարանների մասին, որ 168 գրադարան է այս ընթացքում փակվել, ոչ, մենք խոսում ենք, այս ամենը շղթայական իրենց հետ բերում են լուրջ անվտանգային խնդիրներ։ Եթե չկա բնակչություն տվյալ համայնքում, նշանակում է այդ գյուղը դատարկվում է։ Դա կարող է հարևան երկրի համար դառնալ անվտանգային գոտի, առնվազն, ոչ մեզ համար, իրենց համար դա կդառնա անվտանգային գոտի։ Բա դուք ասում եք Տավուշում սահմանազատումը սկսել ենք, Տավուշում սահմանազատումը արել ենք, այսօր առավոտից Տավուշում մարդիկ քնից արթնանում են հակառակորդի կրակոցներից, բա սահմանը զատեցիք, համ զատում եք, համ կրակահերթը այդ մարդկանց գլխին է, թե ձեր սահմանազատումը միայն այդ մարդկանց այգիները, բերքատու հողը, վարած արտերը հակառակորդին հանձնելն էր։ Որքան շատ ենք շփվում համայնքների հետ, այնքան շատ ենք արձանագրում խնդիրները։ Ես եթերի սկզբում ասացի, որ համայնքական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի առաջարկով այս ընթացքում այցելելու ենք հանրապետության բոլոր մարզեր, լինելու ենք բոլոր գյուղերում,
գույքագրելու ենք բոլոր խնդիրները, որովհետև եթե չկա պատասխանատու ոլորտ, այդ վիճակը մնում է գնալով ավելի վատանում է այդ վիճակը, կամ պետք է, եթե մեկը գոնե այցելի, տեսնի, մարդիկ էլ կհասկանան, որ սրտացավ մեկը կա, գալիս է, ասում է, որ այս խնդրին պիտի մենք անդրադառնանք, այս խնդիրը մենք, դրա համար մենք այցելելու ենք բոլոր մարզեր, գույքագրելու ենք բոլոր խնդիրները, դրանք բերելու ենք, դարձնենք լուծման, առաջարկելու ենք լուծման մեթոդները եւ դրանց տալու ենք իրենց լուծումները։ Պարզապես խնդիրները այսօր օր-օրի էլ ավելի են ավելանում։ Մենք տեսանք վերջին այս ջրհեղեղներից, այս վերջին անձրևներից, ինչ ջրհեղեղներ էին տարբեր մարզերում։ Արարատի մարզը ամբողջ այգիները ջրի տակ էին անցել, հեղեղը տանում էր ամբողջ այգիները մարդկանց։ Չկա պատասխանատու նախարարություն չկա, որ գնա, ասի, ես եկել եմ եւ ասեմ դուք ձեզ ինչ վնասի փոխհատուցում։ Փոխարենը Արմավիրի մարզպետարանը զբաղվի այդ կարկուտից, հեղեղումներից, վարարումներով, հազիվ դպրոցներում են սկսել իրենց այդ դեբոշները, քաղաքական դեբոշները մտցրել են դպրոց, հերթը վաղը մանկապարտեզներին կհասնի, սկսել է զբաղվել այդ դպրոցների ռազմորկաներով, տեսնի, լավ, այդ տնօրեններ մեղավոր, ուսուցիչներ մեղավոր, աշակերտներ, ինչպիսին վերնախավն է, ինչպիսին մեր օրենսդիր մարմնի վիճակն է բարձրագույն, այնպիսին մեր դպրոցն է, դա էլ հետո տեղափոխվելու է մանկապարտեզ։ Հիմա ինչքան երեխաներ կան, որ այսպես զվարճանում են, թե ինչ է կատարվում Արմավիրի Մերձավանի դպրոցում, մտածում են իրենք էլ կարող են կիրառել այդ փորձը, ամենաթողություն, բառիս ուղիղ իմաստով, անտերություն եւ այս ամենը, ես քիչ առաջ ասացի, իր հերթին բերում է անվտանգային խնդիրների։ Եթե մենք ստեղծում ենք մի իրավիճակ, որտեղ մարդկանց մոտ հուսալքություն է առաջանում, արտագաղթը այսօր ամենախայտառակ մակարդակի է հասել, ամենախայտառակ արտագաղթի այսպիսի տեմպեր, ինչպիսին հիմա է, որևէ ժամանակաշրջանում չի արձանագրվել։ 120,000 արցախցի եկավ Հայաստան, կա թիվ վիճակագրություն, քանիսը մնացին այստեղ։ Անգամ հնդիկներն են, այստեղ եկած հնդիկներն են մեծ հոսքով գնում։ Որևէ պայման չի ստեղծվում մարդկանց համար այստեղ մնալու, այստեղ արարելու, եւ սա այս իշխանության ձեռագիրն է, դատարկել, ինչպես իրենց Արսեն Թորոսյանն էր ասում, մեծ անամոթաբար խորհրդարանի ամբիոնը վերածել էր իր ընտանիքի լեքսիկոնի միջավայրի։ Անամոթաբար ասում էր, որ պետք է կազմակերպված ներգաղթ իրականացնենք Հայաստանի Հանրապետություն։ Եվ այդ ներգաղթը ոչ թե վերաբերում է արցախցիներին, ոչ թե վերաբերվում է սփյուռքահայությանը, այդ ներգաղթը ինքը շատ կոնկրետ շեշտեց, վերաբերվում է ադրբեջանցիներին։ Այս իշխանությունը դատարկում է հայության տները, որպեսզի այդ կազմակերպված ներգաղթը իրականացնի, դե իրենց ասել են 300,000 ադրբեջանցի պիտի գա բնակություն հաստատի Հայաստանում։ Իրենք այսօր զբաղված չէ, լծված են այդ գործին, բերելու են 300,000 ադրբեջանցի, տեղավորեն Հայաստան։ Ահա թե ինչու է տարվում այս քաղաքականությունը, ահա թե ինչու են գյուղերի ելքն ու մուտքը փակում, գյուղերում դպրոցները փակում, գյուղերում մանկապարտեզները քանդում, իբր կառուցում են, չեն կառուցում, դպրոցները փակում են, իբր կառուցում են, չեն կառուցում։ Սա կոնկրետ հստակ ծրագիր է, որն իրականացվում է այս իշխանության գործողությունների արդյունքում։ Եվ ես ուզում եմ ասել, որ այն ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի քաղաքական դաշտում, ուղիղ արտացոլանքն է Հայաստանի տնտեսության, գյուղատնտեսության, դպրոցի ու մանկապարտեզի տվյալ պահին տիրող իրավիճակին։ Ոչ չի կարող լինել
Հայաստանում խուժանապետություն եւ լինի դպրոցում այլ իրավիճակ։ Պարզապես չի կարող լինել։ Մենք այսօր ունենք այն, ինչ քաղում ենք։ Պարզապես այս ամենը այս օրերին ես բազմաթիվ ահազանգեր եմ ստացել, որ մարդիկ հուսալքված են, հուսահատված են եւ ասում են ինչու պիտի մենք հարկ վճարենք, որ մեր հարկերի հաշվին մարդիկ գնան ու մենք այդ բարձրագույն մարմնի ամբիոնից լսենք ոչ ավել ու ոչ պակաս, քան հայոյանք։ Ինչ անենք, անջատենք հեռուստացույցը, անջատենք ինտերնետը, քարե դարում ապրենք, որ այս մարդկանց աղմուկն ու աղաղակը չլսենք, ինչ անենք։ Կամ ինչու պիտի մարդը, այո, շատ ճիշտ հարց է բարձրացնում, ինչու ես հարկ վճարեմ, որ այնտեղ վերընկածը քիչ չի իմ հարկով բարձր վճար ստանա, մի հատ էլ այնտեղից հայոյի, որ իմ երեխայի ականջը իր հայոյանքով շոյի։ Ունենք այն, ինչ ունենք, եւ մեր հայրենատեր յուրաքանչյուր քաղաքացու գործը այսօր պետք է լինի լծվել ամենաուղիղ աշխատանքի, այո, գնալ մարզեր, ամենաճիշտ պատկերը կբերեն տեղում մարդիկ այնտեղ գյուղացիների, բնակիչների հետ խոսելով, ամենաճիշտ պատկերը տեղում լինելով մարդը կկարողանա հասկանալ, գնալ, հավաքագրել բոլոր խնդիրները, բերել եւ դրանց լուծումների ուղղությամբ սկսել շատ կոնկրետ աշխատանքներ տանել։ Մենք այսօր մարդկանց թողել ենք մենակ ու անտեր եւ ասում ենք, դե հիշեք, շուտով ընտրություն ա լինելու, գալու ենք, ասենք ում ես ձայն տալու։ Այդպես չի կարող լինել։ Եթե դու չես ուզում գնալ կանգնել իր խնդրի կողքին, դու բարոյական իրավունք չես ունենալու, վաղը գնաս ասես, ես եկել եմ իմ ծրագիրը ներկայացնելու։ Գնա լսի այդ մարդուն, գնա բեր իր խնդիրը, դարձրու ծրագրի մաս, թե չէ մենք սովոր ենք վախեցնելով, աշխատանքից ազատելու այդ բանով, մեկին քացուտակ գցելով, մեկին ծեծու ջարդով, մեկին ամոթ է, ուղղակի խայտառակություն ու ամոթ է, աղետ, բառս ուղիղ իմաստով աղետ է, ոչ ներքին քաղաքականություն կա, ոչ արտաքին քաղաքականություն կա, ոչ ես այսօր լսում եմ Ռուսաստանի դեսպանը դիմել է այստեղ նախարարին, ասում է դուք պղծում եք նաև հայ նահատակների հիշատակը հայրենական մեծ պատերազմում, որովհետև հանրայինի եթերում իրենց այն դրածոն, որ հիշում եք պատերազմի ժամանակ ինչքան նաև իր մեղքով ինչքան երեխաներ զոհվեցին են արծրուն կոչեցյալը, ասում է դա հմեկի եթերով պղծել է եւ խրախուսել է ֆաշիզմի գործողությունները, պղծելով մեր նահատակների հիշատակը, բանը հասել է նրան, որ արդեն դեսպաները ուզում են ասեն դուք մի պղծեք ձեր պապերի հիշատակը, ամոթ է, դե այս իշխանությունը պղծելուց, ավերելուց, քանդելուց եւ ես նորից եմ ասում, սա միայն ցավոք այս իշխանության մեղքը չէ։ Բայց տեսեք, այսինքն իրենք անգամ հայրենական մեծ պատերազմի զոհերի իրողությունը փորձում են էլի հավասարեցնել հանուն ոչինչի։ Իրենք էլ զոհվեցին հանուն ոչինչի։ Իրենք Հարգելի Մարիամ, իրենք ամեն ինչ կհավասարեցնեն հանուն ոչինչի, քանի մենք մեզ պահում ենք այսպես։ Շնորհակալություն։ Եթե ավելացնելու բան կա, շնորհակալ եմ ձեզ։